Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին նվիրված Ազատություն 250 հոբելյանական միջոցառումների շրջանակում Երևանի ամերիկյան անկյունում պաշտոնապես բացվել է հիմնադիրների թանգարան ցուցադրությունը, որը կազմակերպել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպանությունը։ Ցուցադրություն դասընթացը վարել է մեր երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ընդգծելով, որ այն հնարավորություն է տալիս նորովի բացահայտել ամերիկյան անկախության պատմությունն ու այն մարդկանց, որոնք վճռորոշ դեր են ունեցել Միացյալ Նահանգների ստեղծման գործում։ Նախագիծը մշակվել է մայրաքաղաք Վաշինգտոնում և ուղարկվել է բոլոր դեսպանատներին ամերիկյան անկյուններում ցուցադրելու և սերունդներին պատմելու Ամերիկայի 250-ամյա անկախության պատմությունը։ Տեսանյութը արհեստական բանականությամբ է պատրաստված, որը հնարավորություն է տալիս ավելի պատկերավոր ներկայացնել այն հերոս հիմնադիրներին, որոնք կերտել են Ամերիկան։ Ցուցահանդեսի այցելուները կարող են ծանոթանալ անկախության հռչակագիրը ստորագրած 56 հիմնադիր գործիչների, ինչպես նաև հեղափոխական շարժման մեջ նշանակալի դեր ունեցած 6 ազդեցիկ կանանց կենսագրություններին և գործունեությանը։ Պատկերների, պատմական փաստերի և ինտերակտիվ լուծումների համադրությունը ցուցադրությունը դարձնում է ավելի մատչելի և հետաքրքիր տարբեր սերունդների համար։ Հիմնադիրների թանգարան ցուցադրությունն արդեն ներկայացվել է Գյումրիի, Վանաձորի, Կապանի և Չարենցավանի ամերիկյան անկյուններում։ Եվս մի հնարավորություն էր մեզ համար, մեր երիտասարդներին եւ ոչ միայն, բայց հիմնական թիրախային խումբը երիտասարդներն էին, ծանոթացնել Ամերիկայի Միացյալ Նահանգների մշակույթին, արժեքներին, ինչպես է ստեղծվել սահմանադրությունը, անկախության հռչակագիրը եւ կարծում եմ, որ շատ հատկանշական էր այս տարի ԱՄՆ 250-ամյակին նվիրված տոնակատարությունների շարքում ունենալ հենց այս ցուցադրությունը մեր ամերիկյան անկյուններում։ Ուսանողները ոչ միայն ծանոթանում են 250-ամյա պետության պատմությանը, այլև բացահայտում հոլովակում ներկայացված պատմական իրողությունները, որոնց մասին հետագայում կարող են առավել խորությամբ ընթերցել գրքերում։ Այսպիսով ծրագիրը աուդիովիզուալ ձևաչափով խթանում է այցելուների հետաքրքրությունը եւ ճանապարհ հարթում դեպի գրականության աշխարհ։ Երիտասարդների համար ու դպրոցական տարիքի երեխաների համար ամենաճիշտ ու հետաքրքիր ձևերից է ներկայացնելու պատմությունը, որովհետև վիզուալորեն կարող ենք պատկերացնել, թե ինչ է կատարվել այդ ժամանակաշրջանում ու ինքս հենց մեր ակումբների ժամանակ, երբ որ մենք վարում ենք, փորձել ենք ինտեգրել արհեստական բանականությունը ու դասընթացների ընթացքում եւս կիրառել ենք ու կարելի ասել, որ ամենալավ տարբերակներից է եղել, որ երեխաները կարողացել են այդ միջոցով սովորելու պատկերացում կազմելու թեմայի մասին։ Հիմնադիրների թանգարան ցուցադրությունը նպատակ ունի ոչ միայն ներկայացնել Միացյալ Նահանգների անկախության պատմությունը, այլև խթանել պատմության, ժողովրդավարական արժեքների եւ ազատության գաղափարների շուրջ երկխոսությունը, ընդգծելով, որ անցյալի կարևոր իրադարձությունները կարող են նոր տեխնոլոգիաների միջոցով հասանելի եւ հետաքրքիր դառնալ նաեւ այսօրվա սերնդի համար։ Յուրա Վահանյան, Էդգար Դավթյան, լուրեր։